Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանու ներքո Երևանում տեղի ունեցած բասկամարտի Հայաստանի առաջնությունը նվիրված էր Մարզաձևի երախտավոր Աշոտ Սարգսյանի հիշատակին։ Ստուգատեսի առաջին օրը Հանրապետության առաջնության հաղթողի կոչումը վիճարկեցին երիտասարդ բասկամարտիկները, իսկ երկրորդ օրը մրցասպարեզ դուրս եկան ավագ տարիքի շուրջ 100 բասկամարտիկներ։ Մինչ եզրափակիչ մենամարտերի մեկնարկը ներկաներին ողջունեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Հարկ է նշել, որ հայրենական սպորտի ղեկավարը 90-ականներին մեծ հաջողությունների է հասել այս մարզաձևում։ Գագիկ Ծառուկյանը Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն է հռչակվել։ Բասկամարտի Հայաստանի առաջնության հարգելի մասնակիցներ, ներկաներ, ի սրտե ողջունում եմ ձեր բոլորին։ Իհարկե ամեն տարի համալրում են շարքերը եւ այսօր աշխարհի Եվրոպայի առաջնություններին միշտ էլ մեր մարզիկները ոսկե մեդալներով են վերադառնում։ Ոչ թե 1, այլ 2-3, դա մեզ ոգևորում է։ Բոլորդ էլ գիտեք, որ այս մրցաշարը նվիրված է մեր բոլորի կողմից հարգված, սիրված, ճանաչված Աշոտ Սարգսյանի հիշատակին, որը եղել է այս մարզաձևի հիմնադիրը, ֆեդերացիայի նախագահան, մարզիչը եւ եղել է իմ մարզիչը։ Մարդիկ միշտ կան, միշտ հիշվում են եւ նրանց գործն է անմահ։ Ընդմիշտ այսօրը նշվելու է այս մրցաշարը, միշտ էլ կատարվելու է։ Ձեր բոլորին ցանկանում եմ բարձր տրամադրություն, լավ մասնակցություն եւ հաղթանակներ։ Շնորհակալություն, համարում եմ մրցաշարը բացված։ Գագիկ Ծառուկյանի ողջունի խոսքից հետո բասկամարտիկները գործի անցան։ 60 կիլոգրամ քաշային կարգում առաջին տեղը գրավեց Արման Փիրոյանը։ 70 կիլոգրամ քաշայինների մրցապայքարում կրկին իր բարձրության վրա էր Եվրոպայի եւ աշխարհի բազմեկի չեմպիոն Վլադիմիր Մնացականյանը։ Վրեժ Սեթրակյանը լավագույնն էր 80 կիլոգրամ քաշային կարգում։ «90 կիլոգրամ քաշայինների շարքում Հայաստանի առաջնության հաղթող դարձավ Կարեն Ղույումչյանը։ 100 կիլոգրամ քաշային կարգում վերստին իր բարձր կարգն ապացուցեց փորձառու բասկամարտիկ Արմեն Չապուխյանը։ Գերծանր քաշայինների մրցապայքարում էլ պատվո-պատվանդանի առաջին աստիճանին կանգնեց Դավիթ Բոյախչյանը։ Համառ եւ անզիջում մրցապայքարում հաճախ մարզիկների նյարդերը տեղի էին տալիս։ Եզրափակիչ մենամարտերին տեղում հետևող Գագիկ Ծառուկյանն էլ իր խորհուրդներով աջակցում էր բասկամարտիկներին։ Դու պետք է ասես, որ բռնում ես, ուսով առած, որ ուսով բռնես։ Դու թևով չես կարող։ Ուշագրավն այն է, որ վերոնշյալ բասկամարտիկները Հայաստանի առաջնության հաղթող դարձան թե աջ եւ թե ձախ ձեռքով։ Իդեպ Դիանա Ադամյանն էլ աջ եւ ձախ ձեռքով առաջին տեղը զբաղեցրեց կանանց մրցապայքարում։ Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները մեդալներից, գավաթներից եւ դիպլոմներից զատ Գագիկ Ծառուկյանի կողմից նաեւ դրամական պարգևների արժանացան։ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում այս մարզաձևը եւ ամեն ինչում աջակցում մեր բասկամարտիկներին։ Հայաստանի բասկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրելյանը շնորհակալագիր եւ հուշանվեր հանձնեց Գագիկ Ծառուկյանին։ Սկսած 1996 թվականին, երբ որ հայ բասկամարտիկները առաջին անգամ սկսեցին հանդես գալ միջազգային ասպարեզներում, հենց Գագիկ Ծառուկյանի շնորհիվ հնարավորություն էր ընձեռվում, որպեսզի կազմակերպվել այդ առաջնությունները։ Աշոտ Սարգսյանի հիշատակին նվիրված բասկամարտի Հայաստանի առաջնության վերջնարդյունքների հիման վրա վերակազմավորվելու է բասկամարտի Հայաստանի հավաքականը, որը հաջորդ տարի մասնակցելու է Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին։ Կարո Պողոսյան, Աշոտ Համբարձումյան, Մեհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։